Հուլիսի 3-ից հատուկ քննչական ծառայությունում քննվող գործով մեղադրյալներ կամ կասկածյալներ այս պահին չկան։ Ազատությանը տեղեկացրեց ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը։ Ոչ միայն քրեական գործն է ուշ հարուցվում, նաև որ քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ կամ կասկածյալ չեն ներգրաված ոստիկանության աշխատակիցները, դա միանշանակ ես որակում եմ որպես հատուկ քննչական ծառայության գլխավոր դատախազի կողմից նաև ուղղակի հովանավորչություն քաղաքացիների նկատմամբ բռնություններ կատարած ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի խոսքով ներքին անվտանգության վարչությունում 16 օր առաջ սկսած ծառայողական քննությունը դեռ ընթացքի մեջ է։ Ուսումնասիրության առարկան մասնավորապես լրագրողների նկատմամբ էլեկտրաէներգիայի դեմ բողոքի ցույցը ցրող ոստիկանների գործողություններն են։ Փոխարենն Ահարոնյանի խոսքով արդեն սկսել են փոխհատուցել հունիսի 23-ին ոստիկանների կոտրած առգրավված լրագրողների գույքը։ Իլուրի թղթակից Հակոբ Կարապետյանը հունիսի 26-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության կենտրոնի բաժնում։ Երեկ կանչվել է ներքին անվտանգության վարչություն։ Վարչության պետի տեղակալ Հարությունյանը լրագրողի խոսքով ասել է, պատրաստ են փոխհատուցել վնասը, հիշողության քարտը, բայց պայմանով։ Պարզվեց, որ դրա դիմաց ես պետք է հրաժարվեմ իմ բողոքից, բնականաբար այդ պայմանը իմ համար ընդունելի չէ։ Հակոբ Կարապետյանն Ազատության հրապարակում նկարել էր, ինչպես է փոխոստիկանապետ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը կոտրում առաջին EM-ի տեսախցիկը։ Պատմում է, որ արդեն մոտենում էր հյուսիսային պողոտային, երբ մի խումբ ոստիկաններ հասել են հետևից եւ տարել հետ օպերա ոստիկանապետի երկու տեղակալների Հունան Պողոսյանի եւ Լևոն Երանոսյանի մոտ։ Պողոսյանը լրագրողի խոսքով հրամայել է վերցնել լուսանկարչական ապարատը։ Հիշողության քարտը մեջը չի եղել, խուզարկել են գրպանից գտել։ Պողոսյանը տեսնելով հայտարարել է. «Կգաս մաքուր չիպը հետ կստանաս»։ Ոստիկանություն երեկվա այցից հետո Հակոբը մտավախություն ունի, որ գործն ուզում են կոծկել։ Ներքին անվտանգության վարչությունում ոստիկանության իզդիս փորձում էին իմանալ նաև այլ ոստիկանների անուններ, որոնք ըստ ինձ խախտել են, հանցանք են գործել։ Ես այն դեպքում, երբ որ ես իմ դիմումի մեջ հստակ նշել էի Հունան Պողոսյան եւ Լևոն Երանոսյան, բացի այն, որ չգիտեի, նաև նրանք չէին հրաման տվել։ Հունիսի 23-ի դեպքերին միջազգային հանրությունն արձագանքեց անմիջապես։ Ժամեր անց արդեն ցուցարարների եւ լրագրողների հանդեպ ուժի կիրառմամբ մտահոգ կոչ արեցին հետաքննել ոստիկանության գործողությունները։ Իշխանությունները ականջալուր չլինելով վնասում են ցավոք մեր երկրի վարկանիշին, այդ վարկանիշը արտացոլվում է ուրեմն տարեկան զեկույցներում միջազգային կազմակերպությունների եւ դրանից հետո իշխանությունները ինչ որ դժգոհություններ են հայտնում, թե բա գիտեք մեզանում այնուամենայնիվ խոսքի ազատություն կա, բայց միջազգային կազմակերպությունները որոշել են այսպես քաղաքական գնահատական տալ։